Պարոն Աբովյան, արձագանքներ ունեք, թե այնպես է ստացել, որ միայն մենք այստեղ Հայաստանում տեսնում այդ ամեն ինչը։ Ժորժան, միջազգային հանրությունը, եթե նկատի ունենք Եվրոպան իր ընտրությունը արդեն արել է։ Եվրոպան սատարում է Հայաստան, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվրոպան սատարում է այս իշխանությանը եւ հաշվի առնելով շնորհավորանքներ, ձեզ թվում է Եվրոպան չգիտեր, թե ինչա կատարում ընտրությունների ժամանակ, որ ջարդեցին։ Առավոտից իրգուն ճղում են իրանց մեջ, թե 700 քանի հազար էր իրանց ձայն տվը, չեմ էլ հիշում։ Չկա տենց թիվ։ Ինչ 700,000 մարդկանց աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, մարդկանց լայքի համար գործից հանելով, մարդկանց, չգիտեմ, ինչ ասես չարեցին, որ մարդիկ գնան իրանց ընտրեն։ Այդքանից հետո նույնիսկ Ժորժան իրականում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իրեն հնարավոր չի վախեցնել այս իշխանությունը, այս ամեն ինչ էս բեսպրեդելից հետո, որը մենք տեսնում ենք նախընտրական եւ ընտրական փուլում։ Նույնիսկ այդքանից հետո այս իշխանությունը չտվեց մեծամասնություն, բացարձակ թվերով հայ ժողովրդի մեծամասնությունը ասես գնացեք։ Այլ խոսք, որ այս իշխանությունը ասում չէ, ես չեմ գնա, բայց ասելով չի, ստեղ խնդիրը գիտեք ինչու՞մն է, իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում։ Այսօր բոլոր հնարավոր մեթոդներով իրենք պայքարում են հայ ժողովրդի, հայ ազգի, դուք նկատել եք, իրենք հայ ազգ բառ չեն ասում։ Հայ ժողովուրդը չեն ասում, քաղաքացի։ Չէ, շատ լավ է, ես էլ եմ քաղաքացին շատ, ասենց կարևոր եւ պարտավորիչ դիրք է, բայց դրա հետ մեկտեղ հասկանում եք, եթե քաղաքացին չունի ազգություն, սեր դեմք, ինքը դառնում է ընդամենը մատերիալ։ Իրանց խոսքերն եմ կրկնում։ Նյութ։ Չէ, մատերիալ, այլ մատերիալ։ Իսկ իրենք ուզում են հենց դա, որ քաղաքացին չունենա ոչ մի բան, բացի, չգիտեմ, իրանց պրեմիաների համար առավոտից իրիկուն աշխատելու։ Չնայած էդ էլ չեն կարող անեն, մարդկանց 100,000-ավոր գյուղացիներին առանց մի կտոր հացի են թողել։ Հազարավոր մարդկանց առանց աշխատատեղի, այս process ինքը շարունակական է լինելու։ Ու այս իշխանությանը թվում է, որ ինքը լուծել է բոլոր հարցերը։ Իսկ գիտեք իրանց համար կարևորագույն հարցը որն է։ Մեղավորը ով է։ Իրանց թվում է, որ իրանք արդեն լուծել են այդ մեղավորի հարցը։ Մեղավորը նախկիններն են, թալանչիներն են, հիմա ռուսներն են։ Վաղը մյուս օրը մեղավորը կլինի եվրոպացին, ամերիկացին, կապ չունի, կարևորը իրանք մեղ չունեն։ Պարոն Աբովյան, հետևում եք ազգային ժողովի նիստերին եւ ըստ ի վերջո այնտեղ ինչ օրակարգ է, ինչ օրակարգով են ընդդիմադիրները գնացել, դուք տեսնում եք իշխանությանը հեռացնելու օրակարգ այնտեղ։ Ես նախ շնորհակալություն եմ հայտնում ընդդիմադիր պատգամավորներին, որոնք գրեթե ամեն երկրորդ ելույթում հիշատակում են քաղաքական քաղբանտարկյալներին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, տեսնում ենք իրականում շատ լավ է, որ ամենաբարձր ամբիոնից դա հնչում է։ Դրա հետ մեկտեղ, ինչ վերաբերում է օրակարգին, ամեն քաղաքական ուժ ունի իր ստրատեգիան, տակտիկան եւ այս պարագայում ես զերծ կմնամ, կարծիք հայտնել շատ պարզ պատճառով, ես չգիտեմ առայժմ, տակտիկական եւ ստրատեգիական առումով ինչ պետք է անեն ոչ լեգիտիմ պարլամենտում շատ հարգված ընկերներս եւ գործընկերներս, բայց կարող եմ ասել մի բան, միայն այն փաստը, որ թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը կրկին գրեթե ամեն ելույթի ժամանակ երկու հանգամանքի է մատնանշում, որ այս պարլամենտը ապալեգիտիմ է եւ երկրորդը Գագիկ Ծառուկյանը եւ այլ քաղաքացիներ, մարդիկ, հայեր քաղբանտարկել են, այս երկու հանգամանքին կարևորագույնն է, կարելի է արդեն ենթադրություններ անել։ Կոնկրետ ստրատեգիա եւ տակտիկայի առումով առայժմ զերծ կմնամ, իրականում չգիտեմ, բայց ավելի քան, ասես տեսնում եմ, որ ընդդիմությունը երկու ֆրակցիաներն էլ իրենց մասով փորձում են տեղավորվել իրենց տեսլականի համաձայն, որոշակի քաղաքական դիրքերում, ինչը շատ նորմալ է եւ մնացած հարցերը կարծում եմ հենց իրենց պետք է տան։ Իսկ Ռուբինյանի կոչը բարեկիրք աշխատելու ինչպես է վերաբերվում։ Դե ինչպես պետք է վերաբերվել մի կոչի, որը կոչ է անում Չէ, հասկանում եք, բարեկիրք, ես տեսեք, յուրաքանչյուր կոչ պետք է իր մեջ ունենա երկու հանգամանք։ Ինձ դժվար է քննարկել ապալեգիտիմ պարլամենտի աշխատանքը։ Այսինքն ես ինձ հակասում եմ։ Ինչ ասեմ, թույլ տվեք առանց մեկնաբանություն թողել։